Ողջույն գործար Ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարներին, փորձագետներին, լուսաբանում են գործար ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների եւ նորությունների մասին։ Այսօրվա իմ հյուրին եմ ուզում մեծ սիրով ներկայացնել Մերին Գրիգորյան, ողջույն Մերի։ Ողջույն Ծովինար ջան։ Ուզում եմ մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին տեղեկացնել, որ Մերին հանդիսանում է Green Light մարքեթինգային ընկերության հիմնադիր տնօրենը, բայց այսօրվա մեր հիմնական թեման, բացի այն, որ ձեր հիմնական նախագծերից խոսելու ենք Digital Julfa բավականին մեծ միջոցառման մասին, որը որ այս տարի առաջին անգամ է կայանալու եւ ցավոք սրտի դեռ ոչ այս անգամ Հայաստանում, Դուբայում, բայց իր հիմքում ամբողջությամբ ունենալով հայկականություն եւ հայկական արմատները վերհանելու միտք։ Եթե իհարկե այսպես այս հատվածը ճիշտ եմ ձևակերպում, դուք Մերի ձեր խոսքի ընթացքում ավելի մանրամասն կներկայացնեք։ Մինչև Digital Julfa-ին անցնելը, մի փոքր կներկայացնեք ձեր մասին ու նաեւ գործունեության։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալ եմ հրավերքի համար։ Մի փոքր պատմեմ իմ մասին, մասնագիտությամբ տնտեսագետ եմ, գիտությունների թեկնածու, ավարտել եմ Երևանի Պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, մոտ 7 տարի աշխատել եմ Հայաստանի առաջատար բանկերից մեկում եւ մի գեղեցիկ օր որոշեցի, որ բանկային աշխատանքը այլևս ինձ հետաքրքիր չի եւ հիմնեցի իմ մարքեթինգային ընկերությունը, ներկայացնելով ռուսական մարքեթինգային ընկերության ֆրանշիզա Հայաստանում։ Եվ սկսեցի մարքեթինգային ծառայություններ մատուցել հայաստանյան մի շարք խանութների։ Այդ ընթացքում ես հասկացա, որ ինձ հաջողվում է օգնել խանութներին իրենց գործունեությունում եւ ինքս որոշեցի հիմնադրել իմ խանութը։ Շատ մեծ ռիսկի դիմեցի, հիմա որ հետ հայացք եմ գցում, հասկանում եմ, թե ինչքան մեծ ռիսկի եմ դիմել ես։ Մոտ 9 իտալական կոշիկի ապրանքանիշ ներկայացրեցի Հայաստանում, չունենալով բացարձակ ոչ մի փորձ առևտրի ոլորտում։ Սակայն խանութը շատ երկար կյանք չունեցավ, պատերազմը եւ կոവിഡ്ը ստիպեցին ինձ փակել խանութը եւ անցնել իմ մյուս գործունեության ոլորտներին։ Այս ամբողջ տարիների ընթացքում ղեկավարել եմ մի շարք նախագծեր, իրականացրել եմ մեծ մարքեթինգային պրոյեկտներ եւ որոնց մեծ մասը հիմնականում հաջողությամբ են ավարտվել։ Կուզեմ խոսել օրեր առաջ իմ հերթական նախաձեռնության մասին։ Լաթար համալիրում ես Շունչ թատրոնի հետ համատեղ նոր ներկայացման պրեմիերա իրականացրեցինք «Այքես հարսանիք»։ Իր ֆորմատով սա մի ինքնատիպ բացօթյա ներկայացում է, որը հանդիսատեսին հնարավորություն կտա ինչպես ոչ միայն վայելել մաքուր օդը, բնությունը, Լաթար համալիրի հիասքանչ տեսարանները, այլև դիտել մեր դերասանների պրոֆեսիոնալ խաղը եւ դրանից հետո վայելել երեկոն բարի երաժշտության ներքո։ Հրաշալի է։ Ձեր գործերին հաջողություն, Մերի, սա ոնց որ ընդհանուր ձեր գործունեության անցած ճանապարհի մասին։ Հիմա մի փոքր անդրադառնանք, ինչպես հաղորդման ամենասկզբի հատվածում նշեցի, Digital Julfa նախագծին։ Ինքը ինչի մասին է, ինչպես է գաղափարը ծնվել, այս թեմաների մասին մի փոքր կկիսվեք։ Digital Julfa-ում ես հանդիսանում եմ իրենց մարքեթինգային գործընկերը եւ համակարգում եմ ամբողջ մարքեթինգային աշխատանքը, այդ թվում նաեւ վեբսայթի եւ առաջիկայում Դուբայում կայանալիք իվենթի հետ կապված ամբողջ աշխատանքները։ Փորձեմ ներկայացնել մեր նախագիծը Digital Julfa Network-ը։ Նրա մեկնարկը տրվել է 2022 թվականին Մատենադարանում Orion Worldwide Innovation-ի գագաթնաժողովի ժամանակ։ Հիմնադիրը Էմմա Առաքելյանն է։ Ու մեծ սիրով մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք արդեն։ Այո, իհարկե։ Եվ սա նրա հերթական մեծ հայրենասիրական գործերից մեկն է հանդիսանում, քանի որ մենք գիտենք հին Julfa, նոր Julfa եւ այժմ նաեւ Digital Julfa տերմինները, ինչպես գիտենք 1600-ական թվականներին, երբ պատերազմը տեղի ունենում Օսմանյան կայսրության եւ Սեֆյան պարսիկների միջև, հին Julfa-ն մեծ ցնցումների է ենթարկվում, իսկ հին Julfa-ն հայտնի էր իր հայ առևտրականներով եւ այդ ժամանակ Պարսից Շահ Աբասը հայերին եւ մի շարք գիտնականների թվով մոտ 300-ից 400,000 մարդ բռնի տեղանում է իր նորաստեղծ մայրաքաղաք Սպահան, որտեղ էլ
ստեղծվում է արդեն նոր ջուղան։ Այստեղ նրանք հայերին հատկացնում են գրեթե իրենց այդ մայրաքաղաքի 1/4 հատվածը եւ ստեղծվում է մի նոր քաղաք անվանակոչվելով նոր ջուղա։ Նոր ջուղայում հայերը շարունակում են զբաղվել իրենց առևտրային գործունեությամբ եւ նրանց հաջողվում է ստեղծել մետաքսի առևտրի մենաշնոր։ Հայերը այստեղ զբաղվում են ոչ միայն այնտեղ թանկարժեք քարերի, ադամանդի, տեքստիլի վաճառքով, այլև զբաղվում են մետաքսի մենաշնորհով։ Էլեկտրոնային առևտրի եւ Web 3 հարթակի զարգացմանը զուգահեռ ծնվեց նաեւ Digital Julfa-ի գաղափարը, այսինքն ինչ է իրանից ներկայացնում Digital Julfa-ն, սա մի պլատֆորմա է, որտեղ մեր հայ գործարարները, առևտրականները կարող են ունենալ իրենց խանութների եռաչափ պատկերները տեղադրված մետավերսում։ Հրաշալի է։ Ի տարբերություն մյուս առևտրային հարթակների, որտեղ վճարումները հնարավոր է կատարել միայն սովորական արժույթներով, այստեղ հնարավոր է վճարումներ կատարել նաև կրիպտո արժույթների միջոցով։ Մեր տեխնոլոգիական գործընկերները Fastex-ը եւ Evolver ընկերություններն են, որոնք իրականացնում են համապատասխանաբար մետավերսի ապահովումը ծրագրային եւ մյուս ընկերությունները եռաչափ սկանավորումը։ Այսինքն ինչ է տրվում մեր բիզնեսներին, նրանք ունեն հնարավորություն եռաչափ սկանավորման միջոցով իրենց խանութը ամբողջությամբ տեղափոխել վիրտուալ իրականություն եւ հաճախորդներին մատուցել նոր ծառայություն, այսինքն Digital Julfa-ն իրենից ներկայացնում է ապագա առևտրի մի մոդել։ Հրաշալի է, Մերի, գաղափարի մասին ներկայացրեցիք, որտեղից է ծագել, որտեղից է ընդհանուր, այսպես միտքը առաջացել։ Մի փոքր կներկայացնեք, ինչպես մասնակցել, ինչպես դիմել, որ օրերին է տեղի ունենալու, հիմնականում քանի որ արդեն օրերը մոտ են, հունիս ամսին է տեղի ունենալու, ովքեր են արդեն գրանցվել, այսինքն գործընկերների մասով, որպեսզի մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ, եթե լինեն անհատներ, ինչու ոչ անհատներ, ընկերություններ, իրենք եւս իրազեկված լինեն եւ այդ մասնակցության ճանապարհային քարտեզը կարողանան տեսնել։ Դեռևս նոր Julfa-ում մեր հայ վաճառականներին հաջողվել է առևտրային կենտրոններ ստեղծել աշխարհի գրեթե 40 երկրներում։ Նրանց այդ մետաքսե ճանապարհը ձգվել է Ամստերդամից մինչև Ֆիլիպիններ եւ Լոնդոն, նույնը փորձելու ենք անենք մենք նաեւ մեր թվային Julfa-ի միջոցով։ Առաջին վիրտուալ կենտրոնի բացումը լինելու է Դուբայում։ Մի քանի օր անց մենք մեր թիմով մեկնում ենք Դուբայ, որպեսզի այնտեղ մեկնարկը տանք մեր առաջին վիրտուալ կենտրոնի բացմանը։ Ուրեմն Դուբայի իվենթը տեղի է ունենալու հունիսի 23-ին Երևանի ժամանակով ժամը 3-ին, ունենալու են հրավիրված բանախոսներ, թիմի ներկայացուցիչները, հիմնադիրները ներկայացնելու են ամբողջ նախագիծը, ցանկացողները կարող են գնել մասնակցության տոմսերը այցելելով digitaljulfa.com վեբկայք եւ իրենց մասնակցությունը ունենան այս ապագայի առևտրի ստեղծման ճանապարհին։ Շատ լավ, իսկ ովքեր են արդեն գրանցվել, ովքեր են մասնակցելու, ում կարող են տեսնել, այն անհատները, ովքեր որ դեռ նոր պետք է մասնակցեն, գրանցվեն։ Մասնակցել կարող են բոլորը, ինչպես բիզնեսի ներկայացուցիչները, այնպես էլ անհատները, քանի որ մեր հարթակը նախատեսված է եւ բիզնեսի համար, եւ անհատների համար։ Բիզնեսների համար մենք փաթեթներ ենք առաջարկում, իրենք կարող են իրենց բիզնեսը ներկայացնել մեր վեբկայքում արկա անկյուններից որևիցե մեկում, այնտեղ մենք ունենք առանձնացված հարթակ արվեստի ներկայացուցիչների համար, ունենք հարթակ զարդեր, օծանելիք, հագուստ, նույնիսկ մթերք, բոլոր այն ոլորտներ, կերամիկա, կլինի դակահույք, կլինի ինովացիոն տեխնոլոգիաներ, մենք գրեթե բոլոր բիզնեսի ներկայացուցիչների համար անկյուններ ենք ստեղծել, որպեսզի իրենք միանան հարթակին եւ առաջարկեն իրենց ծառայությունները, քանի որ մեր նպատակը համաշխարհային հայկական բիզնեսի նոր ցանց ստեղծելն է։ Հրաշալի է, Մերի, կուզենամ նախավերջին հարցը ձեզ ուղղելով մի փոքր խոսեք նաև ապագայի պլանների մասին։ Հունիսի 23-ին կայացավ արդեն, պատկերացնենք Digital Julfa ձեր մեծ միջոցառումը, բացումը արվեց, վիրտուալ, այսպես ցանցի մեկնարկը տվեցիք, ինչ է սպասվում, ինչ պլաններ կան, ինչ նպատակներ կան, ուր է տանելու այս նախագիծը։
Մենք փորձելու ենք կրկնել նոր ջուլֆայի հաջողության պատմությունը եւ կենտրոններ բացել բոլոր այն երկրներում, որտեղ հայերը արդեն իսկ մեծ պատմություն են ստեղծել։ Մյուս տարի մենք պլանավորում ենք, որ նույն կենտրոնը վիրտուալ բացենք արդեն Իտալիայում, հետո Ֆրանսիայում, հետո Սինգապուրում, Հնդկաստանում։ Իսկ երկրների ընտրությունը ինչպես է։ Միայն հայերի ունեցած հաջողությունների գործոնով է պայմանավորված, թե նաև տվյալ երկրները ունեն հետաքրքրություն նախագծի նկատմամբ։ Դեռևս փորձում ենք վերհանել մեր պատմական հաջողված այդ կետերը, որտեղ որ հայերը կարողացել են մեծ առևտրային ցանց ստեղծել եւ առևտուր իրականացնել, քանի որ մենք բոլոր այդ երկրներում ունենք լիքը թաքնված հայ գործարարներ, որոնց մասին ոչ ոք չգիտի։ Մեր նպատակը գլոբալ հայկական նոր բիզնես ցանց ստեղծելն է, որը մեր բիզնեսներին կտանի դեպի ապագա։ Այսինքն Digital Julfan իրենից ենթադրում է կամուրջ, առևտրի պատմության եւ առևտրի ապագայի միջև։ Շատ լավ եւ վերջին հարցն եմ ուզում ուղղել ձեզ, քանի որ գործարարության մեջ հատկապես երբ խոսում ենք միջոցառումների, իվենթների մասին, շատ կարեւոր է, որ լինի շոշափելի որևէ ապրանք կամ շոշափելի որևէ ծառայություն, հա։ Հիմնականում փորձառությունը ավելի շատ այս մասով է։ Ընկերությունները ինչպես են համաձայնվում կամ ինչպես են գալիս ընդառաջ համագործակցության, երբ ամենը լինելու է վիրտուալ տեսքով, ինչպես նշեցիք մետավերսում, նաև մյուս կողմը պետք է իրականում գիտություն վերցնենք, որ շատերը շատ խորը գիտելիքներ չունեն մետավերսի մասին, այսինքն ինքը ինչպես է աշխատում, ինչ խնդիրներ է լուծում եւ այլն։ Ոնց եք կարողանում այդ մտքերը, այդ ուղերձը հասցնել գործընկերներին, որպեսզի համագործակցության եզրեր գտնեք։ Քանի որ ժամանակը շատ արագ է առաջ գնում եւ ընկերություններն էլ պիտի հասկանան, որ իրենք էլ պետք է քայլեն ժամանակին համընթաց եւ 1 րոպե շուտ պետք է իրենց ընկերություններում ներդնեն բոլոր այն ինովացիաները, որը տեղի է ունենում աշխարհում, բոլոր այն հետաքրքրված գործարարները, ովքեր կմասնակցեն հունիսի 23-ին կայանալիք մեր միջոցառմանը, նրանք կստանան եւ կտեսնեն ամբողջ այս մեր պրոյեկտի պրեզենտացիան, որը կիրականացվի Fastex-ի մարքեթինգի թիմի կողմից, նրանք ամբողջությամբ կբացահայտեն, ցույց կտան, թե ինչպես է տեղի ունենալու ընկերությունների այդ նույն առևտրային կետերի տեղափոխումը մետավերս եւ որքանով է հեշտացվելու նրանց աշխատանքը։ Երբ ասենք հաճախորդը 1 քլիկով կարող է մուտք գործել եւ տեսնել իրենց ամբողջ խանութի վիրտուալ պատկերը։ Շատ լավ, շատ շնորհակալություն։ Մերի, ուզում եմ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների համար եւս մեկ անգամ հիշեցնենք, որ գործար ալիքի եթերում անդրադարձ են կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, գործար ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձություններին։ Այսօրվա իմ հյուրն էր Մերին Գրիգորյան, ով ներկայացնում էր Digital Julfan նախագծի մասին։ Ես վստահ եմ, որ նախագիծը բավականին մեծ հաջողություններ կունենա, հատկապես որ իր հիմքում իսկապես պրոֆեսիոնալ թիմ է կանգնած եւ շատ ավելի կարեւոր է, որ դուք այդ ժամանակակից տեխնոլոգիաները զուգորդել եք մեր պատմական անցած հարուստ ճանապարհի ունեցածի հետ եւ ավելի նորովի, ավելի գեղեցիկ ձևով եք կարողանում մատուցել։ Եվս մեկ անգամ շնորհակալություն ձեզ։ Կուզենամ ձեր վերջին միտքը ուղերձը մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, ինչպես գտնեն ձեզ, ինչ հարթակներում, որտեղ եք ներկայացված, որpիսի նաեւ, ինչպես արդեն նշեցի, հետաքրքրության դեպքում կարողանան կապ հաստատել ձեզ հետ։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար, հույսով եմ մեզ կհաջողվի եւս մեկ անգամ համախմբվել հայ գործարարներով եւ կրկնել մեր նոր ջուղայի հաջողության պատմությունը եւ ստեղծել մի մեծ նոր հզոր ցանց թվային Julfa անվան ներքո։ Մեզ կարող են գտնել Facebook, Instagram, LinkedIn սոցիալական հարթակներում Digital Julfa անվան ներքո, ինչպես նաեւ բոլոր հետաքրքրված անձիկ կարող են այցելել մեր վեբսայթ digitaljulfa.com եւ լրացնել իրենց մասնակցության հայտը։ Մեր թիմը սիրով կաջակցի եւ կօգնի բոլոր հետաքրքրված անձանց։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։